Եվրոմեդիա 24-ի հարգելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր եթերում, այս տարվա մեր քննարկումները սկսվում են եւ մենք խոսելու ենք երկրի եւ երկրից դուրս կարևոր հարցերի շուրջ։ Այսօրվա մեր քննարկմանը մասնակցում են Միացյալ Հայաստան կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը եւ քաղաքագետ Էդգար Առաքելյանը։ Բարև ձեզ պարոնայք, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս կատարվում են մի շարք իրադարձություններ, որոնց մասին կուզեի այսօր խոսենք։ Ինչպես գիտենք, առջևում խորհրդարանական ընտրություններն են, արտաքին աշխարհում այս պահի դրությամբ Թրամփի հրամանով արդեն ռազմական նավերը եւ սուզանավերը շարժվում են Իրանի ուղղությամբ եւ չգիտենք ինչ արդյունք կլինի եւ ինչ իրադարձություններ մեր հարևան երկրում։ Շարունակվում է եկեղեցի պետություն, հայ իշխանություն, այսպես կոչված հակամարտությունը, որը էլի քաղաքական եւ ներքաղաքական օրակարգի բաժիններից մասերից մեկն է։ Հարյուրնակ կուզենայի մեր քննարկումը սկսենք հետեւյալ հարցից։ Նայեք, օրինակ Նյու Յորքում գործում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան եւ արդյոք նորմալ կլիներ, որ օրինակ Նյու Յորքի քաղաքապետը կամ Ամերիկայի նախագահը խառնվեր օրինակ ՄԱԿ-ի գործունեության մեջ եւ ցուցումներ տար կամ ինչ որ բաներ ուզենար փոխել ՄԱԿ-ում, քանի որ ՄԱԿ-ը գտնվում է Նյու Յորքում, կամ օրինակ Իտալիայի օրինակը, որ կա Վատիկան, որը իհարկե փոքր քաղաք-պետություն է, բայց հոգևորականների կյանքի մեջ խառնվեր օրինակ Իտալիայի վարչապետը կամ նույնիսկ Բենիտո Մուսալինին, որ եղել է ավտորիտար ռեժիմի, այսպես կոչված սիմվոլը Իտալիայում, երբևիցե չի խառնվել Վատիկանի ներքին գործերին կամ կարդինալները փոխելուն կամ Հռոմի պապին գանկեց անելու գործընթացին։ Հիմա մենք Հայաստանում տեսնում ենք մի իրավիճակ, որ երկրի ղեկավարը փորձում է բարեփոխում իրականացնել եկեղեցում, ինչ որ նոր կանոնակարգեր ստեղծել եւ փոխել իրավիճակը։ Հիմա սա ըստ ձեզ, չեմ ուզում շատ ծանրանանք այս թեմայի վրա, բայց քանի որ սա շատ կարևոր քննարկման թեմա է Հայաստանում, ըստ ձեզ դա ինչ կտա Հայաստանի շարքային քաղաքացուն եւ արդյոք Հայաստանի շարքային քաղաքացին իրոք հետաքրքրված է այդ հարցերով, այսինքն ո՞նց եք տեսնում այս հարցը, էլի սկսենք ձեզանից, պարոն Թարվերդյան։ Նախ շնորհակալություն հրավերի համար, առիթը օգտագործելով կցանկանայի մեր գործընկերոջը անձամբ իմ կողմից շնորհակալություն հայտնել, որ նա քաղաքագետ լինելով հանդերձ պատասխանատվություն է ստանձնել երկրում գործող քաղաքական գործընթացներում ներգրավված լինել եւ ինչպես գիտենք նա ընդգրկվելու է առաջիկայում ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ուրեմն ցուցակում այստեղ չեմ ուզում գովերքել որ նա հենց իշխող կուսակցությունը ընդգրկվում կարևորը որ մեր մոտ ակտիվ հասարակական քաղաքական փորձագետները ոչ թե միայն կողքից խոսեն այլ ներգրաված լինեն քաղաքական գործընթացներում եւ հորդորում եմ մնացած բոլոր քաղաքագետներին հասարակական ակտիվ ուրեմն գործիչներին ոչ թե ասեն մենք քաղաքականությամբ չենք զբաղվում եւ զբաղվեն այլ հենց ընդգրկվեն Թող իրենք իրենց կամայական ձևով ընտրեն, որ քաղաքական ուժում են ուզում ընդգրկվեն եւ փորձեն իրենց գիտելիքները, իրենց ունակությունները ներդնել քաղաքական գործընթացներում։ Պետք է ձևավորվի քաղաքական միտք Հայաստանի Հանրապետությունում։ Ուրեմն եկեղեցի պետություն գործընթացում դուք ընդգծեցիք Մուսոլինի, դուք ընդգծեցիք Վատիկան, Երևի տեղյակ եք, որ հենց Վատիկան քաղաքպետությունը հենց Մուսոլինիի օրոք է ստեղծվել, որպես առանձնացված ուրեմն քաղաքպետություն, որտեղ Վատիկանը այդ ժամանակահատվածում իր ամենաթույլ իրավիճակներում է եղել, այսօրվա Վատիկանը այն ժամանակվա Վատիկանը չէ։ Եվ Իտալիայի վարչապետի ներգրավվածությունը Վատիկանի գործընթացներին, դա արտաքին պետությունների ներգրավվածություն կլինի։ Դուք ասում եք Նյու Յորքի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտությունը միջազգային ազգերի կազմակերպության գործընթացներում։ Կներեք, եղբայր, բայց միջազգային կառույցը պետք է տեղակայված լինի ինչ-որ մի պետության, ինչ-որ մի քաղաքում, նույն ձև Շվեյցարիայի Ժնև քաղաքում նույնպես կա կենտրոնը, ուրեմն ՄԱԿ-ի եւ այստեղ անթույլատրելի է ոչ միայն կարելի է քննարկել, այլ դա անթույլատրելի է։
Ինչ վերաբերում է Հայաստանում պետություն եւ եկեղեցի գործընթացին, անձամբ իմ կարծիքը հետեւյալն է, որ պետությունը, իշխանությունը այդ պատերից ներս իրավունք չունեն մուտք գործել։ Դեք հասարակ քաղաքացու համար Աստծուն հավատալը մի քիչ այլ տրամաբանությամբ է գործում։ Մարդ, որ գնում է եւ եկեղեցու մոմ է վառում, նա համարում է, որ նա հավատացյալ է։ Սակայն դա այլ փիլիսոփայություն է, դա ամենօրյա, կարելի այսպես ասել, շփում է Աստծո հետ։ Եվ կցանկանայի նշել, որ Աստծուն հավատալը չի նշանակում, որ դու պետք է ենթարկվես եկեղեցուն։ Իհարկե եկեղեցին որպես ամենակոնստիտուցիոնալ կառույց հայկական, որը համահայկական, որը իմիջիալոց ունի ամենաբարձր վարկանիշը այսօր, որպես կառույց հայկական, դա Աստծո տունն է։ Հիմա խնդիրը պետության ոչ թե եկեղեցու հետ է, ինչպես նրանք են ներկայացնում, այլ կոնկրետ անձանց, ամենայն հայոց կաթոլիկոսի կամ սրբազանների, գիտեք, եթե ես լինեի երկրի ղեկավարը այս ժամանակահատվածում, գոնե նախընտրական փուլում, նախընտրական տարում չէի գնա այսպիսի ուրեմն բարդ գործընթացի եւ ինչ որտեղ եկեղեցու միջոցով, թե եկեղեցու պարակտման, թե հասարակության, մենք պետք է բոլորս, այդ թվում իշխանությունները մտածենք ոնց համաձուլենք, իսկ այն, որ եկեղեցին համահայկական կառույց է, վերջին որոշումը կաթողիկոսի, որ ժողով անցկացնել օրինակ Ավստրիայում, դա ցույց է տալիս, որ նա իր դիրքը կարող է չզիջել, նա կարող է աշխարհում մի շարք կառույցներ կան ցանկացած պետությունում, որի եկեղեցին մտնում է մեր առաքելական եկեղեցու կազմում, նա կարող է այնտեղ ժամանակ անցկացնել, այնտեղ ժողովներ իրականացնել, եւ դա համահայկական է։ Մեր երկրի վարչապետը, ինչպես գիտեք, հայտնել է, որ ինքը Հայաստանի հայերի ղեկավարն է, որին ես այդքան էլ իմ մոտեցումը այդպեսին չէ, այսինքն իմ մոտեցումը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը, դա կլինի նախագահ, դա կլինի վարչապետ կամ ինչ որ այլ ձևակերպում, նա պետք է հայերի ղեկավար լինի, համայն հայության։ Եվ բազմիցս ասել եմ, երբ որ մենք դիտարկում ենք Հայաստանի Հանրապետություն, մենք տեսնում ենք աշխարհում մի թույլ պետություն, որը ձգտում է ինչ-ինչ եղանակներով հետաքրքիր լինել աշխարհին, թե խաչմերուկ խաղաղության, թե լոգիստիկ հաբի ձևավորում եւ այլն, բայց երբ որ դիտարկում ենք հայություն եւ հայ ազգ, մենք դառնում ենք լրջագույն աշխարհում կառույց եւ ունենք մեծ ուժ։ Չմոռանանք, որ աշխարհի խոշորագույն պետություններում, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշտություն, ինչու ոչ հոգեքաշ Ֆրանսիան, եվրոպական քաղաքական, մենք ներկայացված ենք շատ լուրջ հայերով։ Սիրիայի Հանրապետությունում, Լիբանանում, գիտեք, մենք նախարարներ ենք ունեցել, նախագահներ ենք ունեցել եւ պետք է այդ ռեսուրսը ազգային օգտագործել։ Թե ոնց կօգտագործենք, դա արդեն մեր խելամտության աստիճանից է կախված։ Նախկին նախագահները չեն ցանկացել Սփյուռքին ներգրավել ներքին քաղաքական գործընթացներում։ Այսօրվա մեր օրենսդրությունը ինչ որ առումով այդքան էլ թույլ չի տալիս, որպեսզի նրանք ներգրաված լինեն։ Սակայն պետք է մտածել եւ խելամիտ որոշում կայացնել, ոնց անել, որ ոչ հայկական լավասացված կա շիշը չվառի, ոչ խորովածը, բայց մեր այդ ռեսուրսը օգտագործվենք։ Գիտեք, մենք ուրեմն Լոս Անջելեսի Գլենդելի նախկին քաղաքապետ այսօր ներգրաված է երկրի գործադիր իշխանությունում, ինչ վատ է։ Մարդը ունի կապեր։ Այլ բան է, որ նա լավ է աշխատում, թե վատ, դա արդեն իշխանությունները պետք է գնահատեն եւ ընտրությունների ժամանակ ժողովուրդը։ Շնորհակալ եմ։ Պարոն Արաքելյան, դուք ինչ եք կարծում։ Շնորհակալություն, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, նաև շնորհակալ եմ պարոն Թարաբեջյան ասածների համար։ Այո, ես կարծում եմ, որ ցանկացած առողջ անհատականություն պետքա պատասխանատվություն վերցնի եւ ճիշտ է, մեր իրականության մեջ մի քիչ քաղաքականությունը վարկաբեկված է, բայց ես կարծում եմ, որ քաղաքականությունը թերևս այն ամենակարևոր մասնագիտությունը ասեմ, քանի որ ես նաև մասնագիտությամբ քաղաքագետ եմ եւ մի քիչ այլ ձևով եմ վերաբերում դրան եւ այսպիսի մի օրինակ ունեմ, ասում եմ, որ եթե օրինակ բժիշկը կարող է
վնասել մեկ մարդու դրանից հետո ոչ մեկը չգնա այդ բժիշկի մոտ, ապա քաղաքական գործի սխալի պատճառով կարող են հազարավոր մարդիկ ուրեմն վնասվել ու այդ վնասը չվերականգնվել, անգամ պետությունները պետականություն կարող են գործել։ Հետևաբար ես կարծում եմ, որ նաև քաղաքականության մեջ պետքա պրոֆեսիոնալներ լինեն եւ ոչ թե քաղաքականությունը լինի փեշակ որոշ մարդկանց համար, որ ունեն մի հատ հիմնական զբաղմունք ձեռնհետել քաղաքականությամբ են զբաղվում, շնորհակալ եմ։ Ինչ վերաբերում է նաև օրինակներին, տեսեք նույն երբ որ խոսում եք օրինակ ՄԱԿ-ի մասին Նյու Յորքում տեղակայված եւ Նյու Յորքի քաղաքապետը կամ Միացյալ Նահանգների նախագահը չի կարող միջամտել, իհարկե չի կարող միջամտել, բայց հակառակներ տեղի չունենում, օրինակ ՄԱԿ-ը չի միջամտում նույն Միացյալ Նահանգների ներքին գործերին, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ նույն ՄԱԿ-ը, որը բաղկացած է անկախ պետություններից, նաև ունի վերափոխման կամ ինստիտուցիոնալ բարեփոխման նաև խնդիր, որի մասին նույն այդ պետությունները բարձրաձայնում են եւ այսօր ՄԱԿ-ը չի աշխատում եւ դա բնավ խնդիր չի էլի, որ այդ պետությունները բարձրաձայնում են, որ ՄԱԿ-ի խնդիրները պետքա փոխվեն կամ Վատիկանի հետ կապված մենք տեսել ենք, որ տարբեր կարդինալներ ինչպիսի վարկագիծ են դրսևորվել եւ օրենքը այդտեղ գործել է եւ այդ մարդիկ նախ իրանք հասկացել են իրենց սխալը հեռացել են եկեղեցուց մի մասն էլ թե կոռուպցիայի պատճառով թե մանկապղծության պատճառով թե անբարո վարկագծի պատճառով հեռացվել են եկեղեցուց մի մասն էլ դատվել են եւ հետեւաբար սա նորմալ է այսինքն աշխարհում սա նորմալ պրակտիկա է ինչ վերաբերում է հայ առաքելական եկեղեցուն տեսեք այո, մենք ունենք օրենսդրություն, որը որոշակի սահմանափակումներ է դնում, թե պետությանը եկեղեցու, այսպես ասենք, ավելի շուտ ինքնակառավարման մեջ ներգրավելու, հա կամ միջամտելու եւ եկեղեցուն, որպեսզի ինքը չմիջամտի ներքին քաղաքականությանը եւ հեռու մնա այս գործընթացից, բայց մենք տեսել ենք, որ ու նաեւ մի հատ շատ կարեւոր հարց կա, որ պետք է մենք այդ հարցի մասին ասենք պայմանավորվենք, որ շարունակենք, այստեղ խնդիրը ոչ թե եկեղեցին է, որպես ինստիտուտ կառույցի, այլ անձինք են։ Այսինքն ոչ ոք եկեղեցու որպես համազգային կառույցի դեմ դուրս չի եկել կամ ցանկություն չունի դուրս գալու։ Խնդիրը այն մարդիկ են, ովքեր այսօր ղեկավարում են եկեղեցին եւ այն մարդիկ, ովքեր այդ վարք ու բարքը ձևավորել են այս քանի տարիների ընթացքում։ Ասեք խոսում ենք Վատիկանից, չէ՞, մենք տեսնում ենք, որ Վատիկանում նման սկանդալներ են տեղի ունենում ու այդ մարդիկ հեռանում են։ Այս մեզանում վերջին տարիներին մենք տեսնում ենք, թե ինչպիսի վարկագիծ են դրսևորել որոշ հոգևորականներ եւ որևէ արձագանք չի եղել։ Շատ միջամտեմ այստեղ, միգուցե կան հանցագործություններ եւ այլը, սակայն ես կոնկրետ օրինակ ցանկանայի բերել, օրինակ Միքայել Աջապահյանի այդ էմոցիոնալ հայտարարությունը, որը մի տարի առաջ նույն հայտարարությունը եղել է եւ հետագայում ես այստեղ կցանկանայի մեր իրավապահ մարմիններին, որտեղ այդտեղ գործադիրի դերը չի, դա կոնկրետ իրավապահ մարմիններն են, ուղղակի ես ցավում եմ, որ մեր իրավապահ մարմինները այդպիսի մոտեցում դրսևորեցին, կոնկրետ անձի դեպքում, որովհետեւ դա ընդամենը էմոցիոնալ ելույթ էր եւ մենք գիտենք աշխարհում մի շարք պետություններում ել ավելի ռադիկալ հայտարարություններ են արվում եւ այս տարիքում նման համաձայն ենք, որ կարելի է այս գործընթացներում, այս ամբողջ գործընթացներում ես ինքս իրավաբան չեմ, ուղղակի նորից եմ կրկնում, զուտ հետևելով քաղաքական գործընթացին Ես չեմ ուզենա որևէ գնահատական տալ, այս ամբողջ գործընթացներում, ինչը մենք տեսնում ենք, չի բացառում, որ շատ հոգևորականներ էլ էմոցիոնալ այդ ազդեցության ներքո բաներ ասեն, այսինքն այն վերևում կանգնած մարդիկ, ովքեր ղեկավարում են կամ նախաձեռնում են այս ամբողջ գործընթացը, նրանք, ովքեր եկեղեցին ներքաշել են քաղաքական գործընթացների մեջ, նրանք, ովքեր եկեղեցին դարձրել են ըստ էության քաղաքական միավոր, ընդդիմադիր քաղաքական միավոր, այդ մարդիկ են նախ եւ առաջ դուք լավ ասեք, գիտեք, եկեղեցին որպես կառույց ինքը ի սկզբանե ստեղծվելու ցանկացած պետությունում ինքը եղել է քաղաքական կառույց։ Գիտեք, չէ, ասում են կրոնը որպես ուրեմն այդ տրամաբանությամբ եթե մենք նայենք եկեղեցին ստեղծելու նաև հա
ինստիտուցիոնալ է, որոշումը պետությունն է կայացրել, հետևաբար պետությունն էլ նույն իրավունք ունի, բայց քանի որ մենք ունենք օրենսդրություն, Իմիջիայլոց ես դիտարկում էի ուսումնասիրում էի Հունաստանի փորձը, որտեղ եկեղեցին նույնպես շատ մեծ դեր ունի եւ այնտեղ բավական հստակեցումներ են եղել։ Միգուցե մեր օրենսդրությունը պետք է ավելի հստակեցվի սահմանադրությամբ, գիտեք, ես կարծում եմ, որ շատ կարևոր է բացեր ես հավատում եմ Աստծուն, ես ձեզ բարձ ասեմ, միգուցե ամեն մարդ իր չափով է հավատում եւ դժվար է գնահատել դու ես ավելի շատ Աստծուն հավատում, թե քո ընկերը, գործընկերը կամ մեկ այլ անձ, սակայն հարգում եմ եկեղեցուն, անգամ ես մի զրույցում մի ընկերոջ հետ մի այսպիսի մեջբերում բերեցի, նա ասաց ես աթեիստ եմ Երևանդ, ասացի քո խնդիրն է դու կարաս Աստծուն չհավատաս, բայց եկեղեցուն հարգել պարտավոր ես։ Հիմա այստեղ հարցը նրանում է, որ եկեղեցի եւ եկեղեցական դա տարբեր տերմիններ են։ Նույն դիրքորոշումը ես բազմիցս ասել եմ, ես ինքս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի մեր գործադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հարգում եմ, բայց մի շարք նախարարների քննադատում նրանց սխալ աշխատանքի համար։ Եվ հետևաբար այստեղ խնդիրը հետևյալն է եւ ցավալիորեն որոշները փորձում են մանիպուլացնել այդ ամբողջ գործընթացը ներկայացնել եկեղեցու դեմ գործընթաց, Քավլիցի մենք բոլորս է գիտենք, որ եկեղեցին որպես ինստիտուտ, այո, հայ իրականության մեջ ամենախոշոր եւ ամենաազդեցիկ եւ ամենակայացած, ամենահեղինակավոր ինստիտուտն է որպես ինստիտուտ, բայց մարդիկ, ովքեր այդ ինստիտուտում ներկայացնում են եկեղեցին, այդ մարդիկ ցավալիորեն այս տարիների ընթացքում պատշաճ չեն ներկայացրել եւ ունեն վարքագիծ եւ մենք բոլորս տեղյակ ենք, գիտենք, տեսել ենք վերջին ամիսներին կամ տարիներին շատ ավելի ենք դրա մասին լսում, տեսնում եւ ականատես լինում եւ իհարկե կա բարեփոխումների խնդիր է եկեղեցու, միևնույն ժամանակ երբ որ մենք ասում ենք եկեղեցի եւ պետություն, այստեղ նաեւ հաշվի առնելով նաեւ մեր եկեղեցու աշխարհասփյուր լինելը եւ ցանցային նաեւ կառույց լինելը, համահայկական գործոն լինելը չենք բացառում, չէ, այ որ մեր եկեղեցու ինստիտուտի անվան տակ այնտեղ կարող են սողոսկել մարդիկ, ովքեր կգործեն նույն այդ պետության, հայության եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ այստեղ է որ պետությունը պետքա ուրեմն շատ աչալուրջ լինի եւ թույլ չտա, որպեսզի նման մարդիկ չլինեն եկեղեցում եւ թույլ չտա, որպեսզի եկեղեցին օգտագործվի Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի պետության դեմ եւ մեծ առումով այդ խնդիրը մենք իսկապես պետքա լուծենք նաեւ սահմանադրությամբ մեր եկեղեցին պետքա զերծ մնա իրականում քաղաքականություն։ Դե խնդիրում են, սիրելիս։ Մեր սահմանադրությամբ գործադիրը սահմանափակ են նրա իրավունքները։ Նա եկեղեցու դարպասներից ներս գործառույթ չունի, դա ամբողջությամբ եկեղեցական խորհրդի գործառույթ է, գիտեք, բայց ներողություն եմ խնդրում, եթե խոսքը վերաբերում ներողություն եմ խնդրում, եթե խոսքը վերաբերում է հոգևոր, չգիտեմ, էկումենիկ եւ այլ հարցերին կամ եկեղեցու ինքնակառավարման հարցերին, բայց երբ որ դրանից դուրս է գալիս գործընթացները, պետությունը կարա իրան, երբ որ վերաբերում է ազգային անվտանգության հարցերին, երբ որ վերաբերում է հանցավորքի առաջ բոլորը վերաբերում է անգամ երբ որ վերաբերում է օրենքի խախտմանը, երբ որ վերաբերում է կոռուպցիային, երբ որ վերաբերում է, չգիտեմ, եկեղեցու, ներողություն, եկեղեցու հազարամյակներով եկած գանձերը դա եկեղեցուն են, թե ազգային պետական հարստությունը, որի վրա նաև պետությունը եկեղեցունն է։ Եկեղեցին տեսեք մի կողմից մենք ասում ենք գիտեք ես ցանկանամ մենք ունենք այդ կազուսները կանեմ չէ կազուս չունենք այդ կուսակցության գիտեք մեր կաթողիկոսները առաջինները ամուսնացած են եղել երեխաներ ունեցել եւ այլ եւ այլն իմիջայլուց ես ցանկանում եմ ասել որ հենց կուսակցության մոդելը ներդրվել է նրա համար որպեսզի այդ գանձերը որ հավաքվում են եկեղեցու ժառանգաբար չփոխանցվեն կաթողիկոսների ընտանիքներին դա մնում է եկեղեցուն եւ եկեղեցին մենք պետք է ները համարենք հայրինը համարենք հիմա երբ որ մենք ունենք երբ որ մենք ունենք գանձեր գիտեք շատ մարդիկ ատելով իշխանությունների մեծ նվիրատվություններ են արել եկեղեցու եւ եկեղեցին այս տարիների ընթացքում բավական մեծ կառուցողական աշխատանք է իրականացրել նայեք մենք ունենք սրբացած կաթողիկոսներ որոնք իսկապես սուրբ են մեր բոլորի համար, սակայն եկեղեցու
կառուցվածքային առումով նրանք շատ ավելի քիչ աշխատանք են իրականացրել, քան նրանք, ովքեր համարվում են այսօր կուսակրոնության սահմանները անցած, այս այսպես ձևակերպել։ Մենք տեսնում ենք վերջին տասնամյակում ինչպես է զարգացել Էջմիածին, գրադարանը, ես ինքս եղել եմ, շատ հայեր կարող են օգտվել, մի շարք կառույցներ են ավելացել, բարեկարգվել է, դա մեր բոլորի պատիվն է։ Իմիջիալից ես ցանկանամ նաև կառավարությանը շնորհակալություն հայտնել, որովհետև մի շարք եկեղեցիներ նաև կառավարության միջոցներով է ես կարծում եմ այստեղ գիտեք ինչու եմ ես սա շեշտում։ Եթե կառավարությունը եկեղեցի է վերանորոգում, դա նշանակում է եկեղեցին նրա համար է կարևոր։ Եվ ցավում եմ, որ կառավարության ղեկավարի եւ եկեղեցու ղեկավարի այս կոնֆլիկտը այնքան է սրացել, որ հարցը դրվել է կամ դու կամ ես։ Տեսեք, այստեղ շատ կարևոր բան եք ասում, եկեղեցի նորոգելու հետ կապված, տեսեք, Հայաստանի ղեկավարի եւ ամենայն հայոց կաթողիկոսի ով լինի, խնդիրները հենց այդ տիրույթում պետքա լինեն, որ եկեղեցին պետքա պետությունը կառուցի, ինչքան շատ պետքա կառուցի, որ գրադարանը, հոգևոր կամ մշակութային կենտրոնները, մեր դարերով եկած գանձերը ինչպես պետքա պահպանվեն, ինչ ժառանգություն ունենք, որտեղ խորհրդակցական առումով ոչ որոշիչ։ Հա, այսինքն ո՞նց է կրկնում, տեսեք, պետությունը այսօր պատրաստ է հայկական կառույց է, Հայաստանից դուրս իհարկե, իսկ իշխանությունը Հայաստանի տեսեք մեր պարագայում Հայաստանի հայ առաքելական եկեղեցու պայմաններում մենք ունենք հակասություն տրամաբանության հետ, ինչու որտեղ սա համահայկական կառույց է։ Տեսեք, մենք ասում ենք փողերի լվացում, օրինակի համար հոդված ենք բերում փողերի լվացում։ Ինչ որ Մոսկվայում ինչ որ մի մեծահարուստ ահռելի գումարներ կարող է տրամադրել եկեղեցուն, չէ՞։ Իմիջիալից դրանք կարող է սև ուղով աշխատած գումարներ լինել։ Հայ ազգի ներկայացուցիչ հայ քաղաքացու համար էական չի, որտեղից են այդ գումարները, որտեղ ինքը ուղղվելու է եկեղեցու։ Տեսեք, ես համամիտ չեմ այդ հարցին, տեսեք, որովհետև գրագետ մարդիկ, տեսեք, մենք որպես գրագետ մարդիկ դեմ ենք, որ սև փող մտնի որևէ տեղ, բայց հայ հասարակ քաղաքացու համար էական չի։ Չեմ կարծում, որ հայ հասարակ քաղաքացին հավատացյալ քաղաքացին համամիտ քանի որ ձենգինի փախնուտ։ Դրա համար այդ մոդելը քանի որ երբ որ մենք գործ ունենք եկեղեցու հավատքի այդ, տեսեք, ասում եք համազգային հեղինակություն ունեցող կառույց է, այդ եկեղեցին նաև հեղինակություն ունի նաև միջազգային ասպարեզում, ու երբ որ այդ եկեղեցու անունը կապվի սև փողերի հետ, ես կարծում եմ դա ոչ միայն եկեղեցուն հեղինակություն ու պատիվ չի բերի, այլ նաև այդ եկեղեցու հետևորդ հավատացյալների մեկ մեջբերում նույնպես։ Մենք համոզված եմ դուք էլ Եվրոպայի մի շարք պետություններում եղել եք կամ աշխարհում եւ հիշում եք, չէ՞, բոլոր տեղերը կան արկղներ, որի մեջ ահռելի քանակի գումար է։ Երբ որ քաղաքացին այդ արկղ գումարը նետում, եկեղեցին իզովու չէ ստուգե, դա սև ճանապարհով աշխատած գումար է, թե չէ, այստեղ բայց երբ որ նարկո բարոնը եկեղեցուն գումար է նվիրում, այդ արդեն տենց էլ կարող լինի։ Ոչ թե կարող է այդ արդեն կարող խնդիր եկեղեցու չի ֆիքսելով, չի կարող ֆիքսել։ Լավ, եկեք չկենտրոնանանք շատ այս հարցի վրա, համերաշխություն, ես ցանկանում եմ համերաշխություն հայկական իշխանությունների եւ հայ առաքելական եկեղեցու ուրեմն խորհրդի մեջ ես ցանկանում եմ, որ նրանք ինչպես տարիներ շարունակ մենք տեսել ենք եւ գիտեք մենք երբեք չենք իմացել եկեղեցու կաթողիկոսը եւ մեր նախագահները ինչ անձնական հարաբերություններ են ունեցել, ինչ կոնֆլիկտներ են ունեցել։ Ես ցանկանում պատմության համախմբում լինի ազգային դա կբերի ազգային ես համաձայն եմ համախմբման հետ, ես համաձայնություններ անգամ ընտանիքներում կան։ Իհարկե։ Ընտանիքի անդամները 3-ից 5, 7 եւ այլն որ նստում են երեկոյան ընտրելու, անգամ նրանց մեջ տարաձայնություններ կան,
բայց նրանք առավոտյան երբ որ զարթնում են գնան ամեն մեկը իր գործի, բոլորը ժպտալով մեկը մյուսին ափյուրում են թույլ ու գնում աշխատել։ Բոլորը պետք է աշխատեն հանուն այդ ընտանիքի, քանի որ այդ ընտանիքը կարևոր է։ Պարոնայք, իսկ Իրանի հետ կապված էլ եկեք մի քիչ զրուցենք, նայեք, Միացյալ Նահանգների նախագահ Տրամպը հանձնարարել է միջուկային սուզանավերը եւ իր ռազմական մեծ կոնտինգենտ ծովի, հա, բանով ուղարկել Իրանի սահմաններ, Իրանի ուրեմն հարևանությամբ, որպեսզի ինչ որ բաներ նախապատրաստվի, հա։ Նաև երեք հայտնի դարձավ Իսրայելի որոշ հեռուստաընկերություններով հայտնել էին, որ շուտով չի բացառվում, որ ԱՄՆ-ն հարվածի Իրանին, եւ նաև կար տեղեկություն երեք գիշեր, որ Իսրայելն է հարձակվելու Իրանի վրա։ Ամեն դեպքում, որ լարված է վիճակը եւ անկանխատեսելի է թե ինչ տեղի կունենա, հաշվի առնելով վերջի նաև ցույցերը, իրադարձությունները Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Հիմա օրինակ դուք որպես քաղաքագետ, քաղաքական գործիչներ, դուք ո՞նց եք կարծում Հայաստանի Հանրապետության վրա ինչ սցենարներ կարող են լինել եւ ինչ կարող է տալ մեզ օգուտ, ինչը կարող է տալ մեզ վնաս, որովհետև այն ինչը կատարվում է այսօր մեր անմիջական սահմանի հարևանությամբ կապված է լինելու մեր հետ եւ քաղաքականապես եւ տնտեսապես եւ ինչու՞ չէ նաեւ անվտանգության տեսանկյունից։ Ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ այո, ցանկացած հարևանի հետ կապված անկայունությունը ուղիղ անդրադարձ է Հայաստանի վրա, առավել եւս երբ որ դա բարեկամ պետություն է, առավել եւս երբ որ մենք գոնե այս պահի դրությամբ դեռևս հիմնականում նաեւ մեր դեպի արտաքին աշխարհ դուրս գալու ճանապարհներից մեկն է։ Իրանի հետ կապված թերևս ամենաբացասական սցենարը Հայաստանի Հանրապետության հետ կապված այն կլինի, եթե հնարավոր հարձակումների կամ հնարավոր հարվածների կամ հնարավոր այլ անկայունությունների պարագայում Իրանում տեղ ունենան զարգացումներ, որոնք կտանան այդ երկրի պառակտման, սա մեր համար թերևս ամենաբացասական եւ վտանգավոր սցենարն է։ Միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, Իրանում իհարկե կայունությունը, Իրանում երկարաժամկետ կայունությունը բխում է նաև Հայաստանի Հանրապետության շահերից եւ չնայած նրան, որ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգներում եւ Իսրայելում այդ որոշումը կա հարվածելու։ Օրինակ, եթե իշխանությունը փոխվի Իրանում եւ շահի որդին գա իշխանության, Հայաստանի համար դա լավ կլինի, թե վատ։ Ինչ եք կարծում։ Տեսեք, Հայաստանի համար լավ կլինի այն Իրանը, որը կանխատեսելի է, Հայաստանի համար լավ կլինի այն Իրանը, որը շատ ավելի բաց է։ Օրինակ բերեմ, այսօր մեր մեքենաները խնդիր ունեն, չէ, Իրանի տարածքով անցնելու։ Այսինքն հիմա մեր համար լավ է, որ մեր մեքենաներով մենք կարողանանք հասնել Պարսից ծոց կամ թեկուզ Կասպից ծով, որոշակի իրանական թույլ են տա։ Այսինքն տնտեսական, քաղաքական առումով այստեղ միանշանակ չի լավ է, թե վատ է։ Ես նշեմ, մեր համար ավելի լավ է, որպեսզի Իրանը ավելի բաց տնտեսություն ունենա, մենք կարողանանք շատ ավելի սերտ հարաբերություններ տնտեսական ունենանք Իրանի հետ, նաև Իրանը օգտագործենք նաև ճանապարհ դուրս գալու Պարսից ծոց, արաբական երկրներ եւ այլն եւ այլն։ Այսինքն որքան լիբերալ բաց Իրան կունենանք, այնքան եւ կանխատեսելի, այնքան Հայաստանի համար ուրեմն շատ ավելի դրական կլինի։ Որքան Իրանը իր հարաբերությունները զարգացնի նաև արևմտյան երկրների հետ, այնքան Իրանը մեր համար ավելի կանխատեսելի եւ ստաբիլ կլինի։ Շնորհակալ եմ, պարոն Թավերցյան։ Ես հիմնականում համաձայն եմ գործընկերոջ հետ, շատ խելացի մեկնաբանություններ են ներկայացվում։ Ուղղակի ես կցանկանամ մի փոքր մեջբերում բերեմ։ Գիտեք, ես ինքս ազատական այս լիբերալ մոտեցումներին շատ հարգում եմ այդ մոտեցումները, եթե դրանք մեր ազգային տրամաբանության մեջ են, սակայն չմոռանանք, որ տարածաշրջանում ավանդական, ավանդույթային մոդելը էլ ավելի ուրեմն գնահատվում է եւ մանավանդ Իրանը ավանդույթները Իրանի հստակ են, շատ խիստ են եւ չնայած մի շարք Իրանի քաղաքացիներ, որոնք այս հեղափոխությունից առաջ հիշում են ոնց է եղել, նրանք ցանկանում են այն
Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Շատ բարդ է ասել։ Ներողություն, ընդ որում այսօր էլի կանայք, որոնք գիտեն, որ խնդիր կունենան, այդ հիջաբները հանում են ու առանց հիջաբի, այսինքն այդ հասարակությունը իրանական հասարակությունը տրադիցիոն Իրանի իշխանություններին իմիջիայլոց ասեմ, որ նրանք նույնպես որևէ ձև պետք է վերափոխեն մոդելը։ Գիտեք, պետություն է, որը 40 տարուց ավել, 43 տարի մոտ գտնվում է սանկցիաների փշշապքից, սակայն զարգանում է, ունի շատ լուրջ արդյունաբերություն, ծանր արդյունաբերություն, էներգետիկ արդյունաբերություն, բավական լուրջ, ուրեմն գիտական ներուժ ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ կցանկանամ այստեղ շեշտել, որ հայի եւ հայաստանցու համար էական չէ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդն ում է ընտրում։ Մենք ունենք հազարամյակների եղբայրական հարաբերություն եւ ուրեմն չմոռանանք, որ Հայաստանի մեծ Հայաստանի, հզոր Հայաստանի բոլոր դարաշրջաններում պարսկահպատակ թագավորներ են ունեցել։ Տիգրան մեծ եւ այլ, այսինքն եղել է այդ բոլոր ծովիցով Հայաստանի ժամանակահատվածում մենք ունեցել ենք եղբայրական հարաբերություն Իրանի հետ։ Մենք նաև քաղաքակրթական լուրջ ընդհանրություն ունենք, լեզվական, քաղաքակրթական, մշակութային, անձնական, այսինքն Իրանը բարեկամ պետություն է։ Հազվադեպ պետություն է իմիջիայլոց, որտեղ շատ բարձր են գնահատում հայի դերը, նրանք իրենց ուրեմն պետությունում հայերին հարգում եւ նաև սիրում են։ Իմիջիայլոց Իրանը լինելով բավական բարդ պետություն, հին ազգ է։ Շատ դեպքերում, նաև տնտեսական գործընթացներում նրանք շատ հանգիստ դիմում են հայ եղբայրներին բիզնես առումով, որպեսզի համատեղ գործունեություն իրականացնեն։ Որտեղ նրանք գնահատելով հայ վաճառականի դերը աշխարհում դարեր շարունակ, նրանք չեն ընկճվում եւ չեն ամաչում դիմել, ասել դուք ավելի փորձառու եք։ Ջուֆայի վաճառականության այդ ցանցը մեր համար ձեռնտու է ստաբիլ Իրանը։ Մեր համար ձեռնտու չէ ամերիկյան ռազմական գործողությունների Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Գիտեք, մեր համար ձեռնտու չէ ցույցերը, սակայն ինքներս էլ լավ հասկանում ենք որպես քաղաքական գործիչներ, որ առանց այդ ընդվզումների փոփոխություններ այդ պետությունում չեն կարող լինել։ Տնտեսական ազատականությունը նույնպես ինչ որ առումով մեր համար ձեռնտու է։ Եվ այստեղ մենք չպետք է վախենանք, ոնց որ Թուրքիայից ենք վախենում, որ սահմանները բացվեն, հեսա կլծվի, մենք ներքի շուկան պետք է պաշտպանենք եւ հաշվի առնելով, որ կան այս պետությունները հարևան, զարգացնենք։ Այստեղ են իշխանությունների, կառավարության եւ մասնավորապես էկոնոմիկայի նախարարության դերը, որ նրանք կանխարգել են վտանգը, տնտեսական, դա տնտեսական վտանգ է, որ հարևանդ ավելի է զարգանում, դու հետ ես մնում եւ համաչափ զարգացնենք մեր տնտեսությունը։ Նաեւ մի փոքր ավելացում Իրանում արկա խնդիրների մասին, իդեպ դա խոստովանել է նաեւ Իրանի նախագահ Փեզեշքյանը այս ցույցերի հենց ամենասկզբում, որ այո, այստեղ կա օբյեկտիվ բողոք պահանջ եւ այդ պահանջը պետքա լուծվի, այսինքն իրենք էլ են խոստովանում կա խնդիրը եւ ես իսկապես կցանկանայի տեսնել, որ Իրանի կառավարությունը այդ խնդիրներին իրական լուծում է տալիս, քանի որ իհարկե ցանկություններով, բայց պատմությունը ցույց է տվել, որ նման լուրջ բողոքները հատկապես Իրանի նման պետությունում, որտեղ երիտասարդությունը կազմում է բնակչության զգալի տոկոսը, որտեղ իդեպ բավականին լուրջ նաև միջին խավ կա, իսկ հեղափոխությունների պատմության ուսումնասիրությունը, եթե մենք դիտարկենք, ապա կհասկանանք, որ հեղափոխությունները հատկապես հիմնականում եղել են նաև այն երկրներում, որտեղ ձևավորված է եղել միջին խավ, որը ունի որոշակի սոցիալական դիրք եւ ցանկանում է նաև քաղաքական որոշակի ազատություններ։ Ես կցանկանամ այստեղ ընդգծել Իրանի դերը Հայաստանի Հանրապետության համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ավելի քան եղբայրական պետություն է մեզ համար, չմոռանանք առաջին Արցախյան ուրեմն պատերազմի տարիներին դրանից հետո, երբ որ Հայաստանը ուներ կարելի ասել մեկ օդային ճանապարհ եւ մեկ ճանապարհ, եւ չմոռանանք, որ 44 օրյայի ընթացքում Հայաստան զենք մատակարարվել է կատեգորիկ Իրանի տարածքով։ Այսինքն սա ավելի քան հարևան պետություն է, ավելի քան եղբայրական պետություն է եւ մենք պարտավոր ենք հնարավորինս աջակցել, որպեսզի Իրանում լինի ստաբիլություն։ Դա մեր շահերից է։
Վերջի օրերին Տրամպի այդ խաղաղության խորհրդի հանդիպումներ առաջի, որտեղ հրավիրված էին 50-ից ավել երկրների ղեկավարներ, այդ թվում Հայաստանի վարչապետներ մասնակցում, եւ մենք տեսանք, որ տարբեր մեկնաբանություններ եղան, տարբեր քննարկումներ եղան, բայց փաստ է, որ Տրամպը նոր ինչ-որ ֆորմատ է ստեղծում աշխարհի, կառավարման կամ աշխարհում խաղաղության հաստատման հետ կապված եւ ջանքեր է գործադրում, որպեսզի ռուս-ուկրաինական նաև պատերազմը ինչքան հնարավոր շուտ ավարտվի եւ անդադ օրինակ է բերում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրած օգոստոսյան Վաշինգտոնյան պայմանավորվածությունները։ Հիմա եթե շատ sense մի քիչ առաջ անցնելով նայենք, ինչ է կարծում այդ հանդիպումից հետո ինչ տեղի կունենա եւ ինչքանով դա կազդի Հայաստանի իշխանությունների վարկանիշի վրա, արդյոք դա հաշվարկված նաև PR ակցիա էր կամ դա ուղղակի ընթացիկ գործընթաց էր, որը ներկայացվում է որպես PR, թե ինչ որ այլ բաներ կա, որը մենք դեռևս չգիտենք եւ չենք պատկերացնում։ Տեսեք, նախ խաղաղության այդ ֆորմատը մենք գիտենք, որ Հայաստանը թերևս այն բացառիկ երկրներից է, որ առաջ է տանում նաև ներքաղաքական, այսպես առումով խաղաղության գործընթացը եւ վերջին առնվազն օգոստոսի 8-ից տեղի ունեցած զարգացումներից հետո այս գործընթացում Միացյալ Նահանգները լուրջ ազդեցություն ունեն եւ օգոստոսի 8-ին ստորագրած փաստաթուղթը հենց Միացյալ Նահանգների ու անձամբ Տրամպի հովանու ներքո ուրեմն ստորագրված փաստաթղթեր էին ու այս տեսանկյունից երբ որ այդ լիդերը համաշխարհային նախաձեռնում է նոր ֆորմատ, նոր ինչ որ ձևաչափ եւ հրավեր է ուղարկում Հայաստանի նման պետությանը, ես կարծում եմ այստեղ այլընտրանք կամ այլ կարծիք չի կարող լինել եւ Հայաստանը պետքա մասնակցեր այդ գործընթացին։ Նաեւ մենք տեսանք իհարկե դիվանագիտության մեջ դետալները կարևոր են նաեւ, մենք տեսանք թե նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները որտեղ էին ուրեմն նստած այդ հանդիպման ժամանակ Թրամփի կողքին, սա նշանակում է, որ Թրամփը իդեմս Հայաստանի եւ Ադրբեջանի ունի իր պատկերացմամբ գործընկերներ, որոնց հետ հարաբերությունները զարգացվում են եւ որտեղ ինքը որոշակի հաջողությունների հասել է խաղաղության առումով եւ այդ խաղաղության ֆորմատում ինքը նաեւ օրինակ կամ մոդել է ցույց տալիս, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել եւ այդ խաղաղության հիմքով նաեւ տնտեսական հարաբերություններ հաստատել։ Մենք գիտենք, որ այսօր Թրամփը էլի գրառում է արել, այդ Վենսի գալու հետ կապված Վենսի գալուց հետո 3 Հայաստանում հանդիպել էին հայ-ամերիկյան երկու խմբերը էլի կապված Թրիփի հետ քննարկում եղավ եւ այսօր Թրամփը հայտարարեց, որ փետրվարին ուրեմն փոխնախագահ Վենսը ժամանալու է Հայաստան եւ նշեց, թե ինչ օրակարգով առաջինը Թրիփը, երկրորդը խաղաղ ատոմային էներգիայի օգտագործման հետ կապված Հայաստանը փաստաթուղթ է ստորագրելու Միացյալ Նահանգների հետ եւ նաեւ շատ թերևս իմ համար այս ամբողջի մեջ ամենակարևոր ուրեմն ձեռբերումներից մեկը, որ Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ նաև ստորագրվելու են փաստաթղթեր կապված կիսահաղորդիչների հետ, Միացյալ Նահանգների։ Մենք գիտենք, որ դա այսօր ստրատեգիական ուրեմն ապրանք է եւ Միացյալ Նահանգները շատ սահմանափակ թվով պետությունների հնարավորություն տալիս օգտվել այդ տեխնոլոգիաներից։ Հիմա մենք տեսնում ենք, որ այստեղ դա պարզապես PR ակցիա չի, այլ մենք տեսնում ենք, որ կա գործընթաց, կա ռեալ գործընթաց եւ այդ գործընթացը հողի վրա է եւ մենք այստեղ նույնիսկ գործընթացները շաբաթների, այսպես բանով ենք տեսնում, թե ինչպես է զարգանում, իսկ կոնկրետ խաղաղության այդ ֆորմատի հետ կապված, այստեղ էլ եթե մենք տեսնենք, թե օրինակ ինչ երկրներ էին ստորագրում, որպես հիմնադիր անդամներ, ապա կտեսնենք, որ Կենտրոնական Ասիայի երկու կարևոր երկիր կար այնտեղ, Ղազախստանը եւ Ուզբեկստանը, հետո Հայաստան, Ադրբեջանը, հետո Թուրքիան, նաև Բուլղարիան եւ Եվրոպական միության եւս մեկ երկիր, այսինքն մենք երբ որ քարտեզի վրա տեսնում ենք այդ գիծը, մենք տեսնում ենք այն միջին միջանցքը, որով այդ թրիփը նաև իրագործվելու է եւ բնականաբար մենք տեսնում ենք հարավ-արևելյան Ասիայի երկրներին ու նաև արաբական աշխարհի երկրներին, որը նույնպես Միացյալ Նահանգների ուրեմն ռազմավարական շահերի դիտակետում է եւ այս ամենը համադրելով մենք հասկանում ենք, որ սա ոչ թե ինչ-որ PR ակցիա է, սա լավ մշակված, պլանավորված քաղաքականություն է, այո, երբ որ մենք էլի քարտեզն ենք տեսնում, մենք տեսնում ենք, որ
այս նաև գործընթացներով Միացյալ Նահանգները ինչ որ առումով նաև փորձում է զսպել նաև Չինաստանին։ Իդեպ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ են ուղղված հենց դրան եւ ես համոզված եմ, որ եթե այսօր Միացյալ Նահանգների նախագահը որոշակի այսպես լոյալ վերաբերմունք ունի Ռուսաստանի կամ նրա նախագահի նկատմամբ, դա պայմանավորված է նաև հենց դրանով, որպեսզի ինքը Ռուսաստանին ճնշումների արդյունքում շատ չմղի դեպի Չինաստան, ավելի նա փորձում է Ռուսաստանին պոկել չինական այդ ճանկերից, քանի որ ես անձամբ համոզված եմ, որ եթե Ռուսաստանը երբևէ ընկավ այդ չինական ճանկերում, ապա ռուսները Երանի կտան մոնղոլական այս լուծը չինական լծի։ Պարոն Թավադյան, համաձայն եք եւ ամենակարևորը արդյոք Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական ուղենիշները։ Նախ ցանկանայի հայտնել, ոչ թե որ այնինչ իրականանում է եւ լուսաբանվում է, ոչ թե PR է, այլ իրականություն։ Ինքս բազմիցս ողջունել եմ Հայաստանի հարաբերությունների լավացումը, զարգացումը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա ռեալ գործունեություն է։ Նրանք արագ են, նրանք ունեն շատ փող։ Ի տարբերություն եվրոպացիների, որտեղ բյուրոկրատիան շատ է։ Եթե Եվրոպան միշտ հայտարարությունները իրականացնում են, նրանք գործում են, մանավանդ Տրամպի գալուց հետո իշխանության մեծ հակասություն կար Եվրամիության պետությունների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ։ Եվ Տրամպը ուզում է ոսկե տառերով գրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ։ Այն ինչ իրականանում է այսօր, հա, ՆԱՏՕ-ի անդամ պետությունից նա խլում է տարածք։ Դե ֆակտո խլում է, ասում է սա քոնը չէ, դու չես կարող սա տիրություն անես, սա դիտաս ինձ։ Ինչա պետք 1 միլիոն ամեն քաղաքացուն տալիս եմ կղզու, կղզին վերցնում եմ ինձ։ Կամ քեզ ինչքան փող է պետք։ Եվ դա նա անում է իր ազգային շահերից ելնելով։ Նա բարձր ասում է անվտանգություն պետք է ապահովեմ, սահմանները հեռացնել։ Նա ինչ իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք որպես քաղաքացիներ դա ասում ենք վայ, պատերազմական գործողություն, ագրեսիա։ Նրանք մեծեր ասում են մենք մեր սահմանները հեռացնում ենք, մեր անվտանգությունն ենք ապահովում։ Շատ հետաքրքիր էր նրա այն հայտարարությունը եւ ցավալի որ Հայաստանի իշխանությունները ոչինչ դրան չպատասխանեցին, որ դե ես այդ խաղաղությունը հաստատեցի եւ Ռուսաստանի նախագահը զարմացավ, չնայած դա իր տարածքն է։ Գիտեք, երբ որ Հայաստանը եղել է, ոչ Ռուսաստանն է եղել, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսօր Հայաստանը հայերը Հայաստանում ավելի քիչ են ներկայացված, քան թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե Ռուսաստանի Դաշնությունում։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայերը ունեն բավական ազդեցություն, նաև քաղաքական կյանքում։ Մենք չենք տեսնում բոլորի մեր հայրենակիցներին, բայց ցավալի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում է մենք ումն ենք։ Հա մենք մերն ենք, եղբայր, հերիքա մեզ կիսեք։ Եվ իշխանությունները, անձինս վարչապետը, որին Տրամփը անվանում է ընկեր, իհարկե, նա ունի անձնական մեծ ամբիցիաներ, ամբիցիոզ քաղաքական գործի հետ գործ ունենք, որի նպատակն էր Նոբելյան մրցանակ ստանալ, նրան չտրամադրեցին դա, նա ասում է դե պատժելու եմ ձեզ, եթե ինձ մրցանակը չեք տվել։ Նա ընդգծում է այն պետությունների խաղաղությունները, որը հաստատել է Ամերիկայի Միացյալ Նահանգները ուժի օրենքով։ Եվ նաև բիզնես տրամաբանության պայմանավորվածություն։ Ես ասեմ, շատ բարդ է, թե ով կհաղթի հին աշխարհ, հա, սվետսկի միր եւ թվային աշխարհ, ցիֆրավոյ միր պայքարում։ Պետք է հիշել մի բան, իշխանությունը վեր է ուժից։ Եվ աշխարհում հին աշխարհը ունի շատ մեծ իշխանություն։ Ի տարբերություն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որտեղ ամեն ինչ կանոնակարգված է, համակարգված է, նրանք գործում են մեկ կետին հասնելու համար կարող են տասնյակ տարիներ գործել։ Այդ միտքը եվրոպական գենետիկան է ստեղծում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները չմոռանանք հիմնականում եվրոպացիք են իրենց արմատներով կառավարում։ Եվ մենք հայերս այս գլոբալ պայքարում պետք է փորձենք գոնե չտուժենք։
Եվ մենք չպետք է ինչ քաղաքական վեկտորի փոփոխություն, եթե Տրամպը ասում է սա Պուտինի տարածքն է։ Իհարկե անկախ պետություն ենք, մեզ սա ցույց է տալիս, որ մենք անկախ պետություն ենք, մեզանից ոչինչ կախված չէ։ Եվ ցավալի է իմ համար, ցավալի է, որ նման հայտարարություններին գոնե հումորով, գոնե ընկերական պատասխան չի ինչու Հայաստանի, իհարկե ահավոր տարբեր դիրքային, քաշային կատեգորիաներում են քաղաքական եւ ուժային առումով Հայաստանի ղեկավարը եւ էական չէ, դա Փաշինյանը կլիներ, Քոչարյանը կլիներ, ես կլինեմ, Էդգարը կլինի, դուք կլինեք, բանջան, էական չի։ Դու չես կարող այդ մարդուն նեղացնել։ Վենեսուելան նախագահի պես գրանանակ կանցի, իհարկե մի լրացում Թրամփը այդտեղ ավելի շատ շեշտադրում էր Պուտինին, որ դու նախքին քո ազդեցության տարածքն ա եղել քո տարածքներում հարցես նրա տարածքը իմիջիալը ցանկանում շեշտել նաև մենք այլ բան խաղաղության տեսանկյունից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում թե Ռուսաստանի Դաշնության նախագահը անձամբ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մեծ դեր ունեն։ Չմոռանանք, որ 44 օրյա պատերազմ արնայությունը կանգնեցրեց Ռուսաստանի Դաշնության նախագահը իր անձնական պարտադրանքով։ Քանի որ 44 օրյա պատերազմը ես Ռուսաստանի նախագահը փորձեց հրավիրեց իր մոտ ինչ-որ բանակցություններ զինադադար Ամերիկայի Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահը փորձեց ինչ-որ մի բան անել, դա չստացվեց, բայց Ռուսաստանի Դաշնության ղեկավարը միգուցե Ռուսաստանի շահերից ելնելով ես այստեղ չեմ ցականում նա անձամբ իր ներուժը օգտագործելով ազդեց Ադրբեջանի նախագահի վրա այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարը նույնպես ներգործում է ուժ ինչ որ առումով եւ հետաքրքրություն ինչու որ տնտեսական հետաքրքրությամբ է նա վերում խաղաղություն եւ այստեղ ինչ վերաբերում է այդ ուղին շատերը ասում են Ալիևը սենց ասում ինչ ուզում է խոսի, այստեղ հետաքրքրությունը ամերիկյան է եւ պետությունը, մասնավորապես գործադիրի ներկայացուցիչները շատ զգույշ պետք է լինեն դրա գործարկման process-ի։ Ասում են 26% է։ Ես որպես փորձառու բիզնեսմեն ասեմ ձեզ, էական չէ փայաբաժինները։ Էական է սկզբունքային որոշումները 40%-ով են ընդունվում, որպես բիզնեսմեն 26% Հայաստանի Հանրապետությունը ունի եւ որոշումները սկզբունքային 75%-ով են ընդունվում։ Ապա երկամտային մասը չէ կարևոր, այստեղ աշխարհաքաղաքական որոշումների կայացման շատ է շահարկվում, նաեւ որպես բիզնեսմեն ասեք, որ բացի փայաբաժնից 26% ունենալու ստեղծվում է կազմակերպություն, որը աշխատում է այստեղ ու հարկեր է տալիս։ Գիտեք ամեն ինչը ճիշտ է մեր վարչապետի սիրած տերմինն է, որ հերոսը հարկատուն է, ես այլ մոդել եմ միշտ ասել եմ մեր կարգախոսներից մեկն էլ քաղաքական ուժի կայուն տնտեսություն հզոր պետությունն է, բոլորը հիմա գալիս են դրան, իմիջիայլոց քաղաքական դաշտում նաև նորեկները որ գալիս են եւ հայտարարում որ քաղաքական դաշտում չկա տնտեսություն հասկացող մարդ, գոնե ես թեկուզ նավիճոկ եմ քաղաքական դաշտում, ընդամենը 5 տարի քաղաքականության համար 5 տարին դա ոչինչ է։ Պատկերացնում եմ ամբողջությամբ ամբողջ տնտեսությունը, հենց մասնավորապես Հայաստանի Հանրապետության, այստեղ շատ կարևոր է այդ հատվածում որ պետության օրենսդրությունն է գործելու, ինչպիսի միջամտություն կարող է Հայաստանի Հանրապետությունը իր ապա մարմինները իրականացնել այդ հատվածում, որպեսզի դա չլինի մի անկառավարելի տարածք, չմոռանանք տարիներ շարունակ բոլորը պայքարել են Հայաստանի Ադրբեջանի այս հատվածով սև շրջանառության վերահսկման համար։ Աղդամի սև շուկայում ասում էին օծի ձուել կարող ես գտնել, չհաշված զենք, թմրանյութեր եւ այլ։ Մեր համար որպես պետություն շատ կարեւոր է, որ մենք պատասխանատու լինենք եւ վերահսկենք ամբողջական։ Ես չեմ ասում բարդություններ ստեղծենք, ինքս դեռ 2021 թվականին ասում եմ, որ սահմանում կարելի է ներդնել պարզեցված
մոդել վերահսկողության Եվրամիության պետություններում մենք անցնում ենք սահմանը չենք էլ նկատում։ Փաստաթուղթը, որը հրապարակել են, Փաստաթուղթը բոլոր ժամանակահատվածությունները եւ Հայաստանի պետական մարմինները եւ Հայաստանի օրենսդրությունը ամբողջությամբ գործում է այդ ուրեմն ճանապարհային գծի վրա եւ մեր իրավապահ մարմինները անհրաժեշտության դեպքում ցանկացած կետից կարող են միջամտել, ստուգել եւ այլն, այսինքն այդ սև շուկայի վերածվելու կամ սև ուղի վերածվելու ես կարծում եմ խնդիրը չկա, իհարկե խնդիրներ ընթացքում կառաջացնի միշտ վտանգը կա։ Եվ ես ցանկանում եմ ասել, որ ինքս կարծում եմ պետք է առնվազն հիմար լինել, որ չխրախուսել օտարերկրյա ներդրումները եւ ինքս ասել եմ անվտանգության երաշխիքը դա ներդրումներն են եւ դրանից հետո ոչ մեկ չգիտի, քանի 100 ամերիկյան ընկերություններ մուտք կգործեն Հայաստան, որտեղ սա կարող է լինել հարթակ այն պետությունները, որոնք ամեն օր Թրամփը 1.25%, 100% եւ այլ մաքսատուրքեր է սահմանում, իսկ Հայաստանի նկատմամբ նրանց վերաբերմունքը բարդրացական է, եւ այստեղ կարելի է կոոպերացիոն տարբեր արտադրություններ հիմնադրել եւ օգտվել տնտեսությունը զարգացնել։ Այդ որում փորձելով ինովացիոն մոդելների ներդրմամբ ամեն արտադրությունում կրճատել մարդու գործոնը։ Առավել եւս, երբ որ Միացյալ Նահանգները պատրաստ է նաեւ շատ լուրջ տեխնոլոգիաներ։ Ինչու եմ ասում կրճատել մարդու գործոնը, որովհետեւ Հայաստանում այսօր աշխատող չկա։ Եթե անգամ որպես գործարար դու ստեղծում ես աշխատատեղ, դա չի աշխատում, չունենք աշխատող։ Ստացվում է Հայաստանում ենք հնդիկների եւ աֆրիկյան մարդիկան համար մարդիկան աշխատատեղեր կա, աշխատող չկա։ Մարդիկան ասում են աշխատատեղեր չի ստեղծում Հայաստանում։ Աշխատատեղեր կա, աշխատողներ չկա։ Սա էլ է այդ մասին բազմիցս մենք հայտարարում ենք։ Բայց սա այն թեմայը ազգային անվտանգության տեսանկյունից հետագայում փորձենք մտածել ոնց ենք վերահսկում այդ թեմա է, որի մասին կարելի է մի օր առանձին քննարկում կազմակերպել, հենց աշխատատեղերի եւ աշխատատեղերի բացակայության, աշխատողների բացակայության, սա լուրջ ստրատեգիական խնդիր է եւ շատ հետաքրքիր զրույց կլինի, քանի որ ժամանակը սպառվեց, մի քանի վայրկյանների մեջ տեղավորվելով վերջին հարցը փորձեմ տալ, որտեղ չենք կարողանա ծավալվել այդ հարցի շուրջ, չնայած էլի պակաս կարևոր չի, բայց հարցը սենց ձևակերպեմ։ Արչևում խորհրդարանական ընտրություններն են։ Ըստ ձեզ, մենակ խնդրում եմ կարճ, քանի քաղաքական ուժ կանցնի խորհրդարան, ունեք կանխատեսում, թե չունեք։ Խնդրեմ, պարոն Թարվերյան։ Ըստ իս 4-ից 5 ուժ է լինելու ազգային ժողովում։ Բնական է իշխող քաղաքական ուժը կունենա, կարծում եմ նրանք չեն ունենա բացարձակ մեծամասնություն։ Մեր ձևով շարժումը, որը ձևավորվել է քաղաքական ուժ, նույնպես կներկայանա ազգային ժողովում, որը կարծում է շատ հնարավոր է, որ ազգային ժողովից դուրս հանի Հայաստան դաշինքը։ Այն քաղաքական կորիզը, այն կարծում եք Քոչարյանի ֆրակցիան չի անցնի այսօր։ Գիտեք, Քոչարյանը պետական գործ չէ, նա քաղաքական գործիչ չէ։ Նա ոչ մի քաղաքական ուժ չի ղեկավարում, դաշինք է ղեկավարում։ Եվ անձամբ ինքը հայտարարել որ մասնակցելու են, ձևաչափը չի հայտարարել, անգամ չի հայտարարել ինքը ղեկավարելու, թե ոչ այդ քաղաքական միավորը, սակայն ին վերլուծությամբ եւ դաշտին տիրապետելով նրանք շատ դժվար են անցնելու։ Չնայած այսօրվա նրանց վարկանիշը որ կա 6% կամ 7%-ին մոտ, շատ դժվարությամբ են հատելու անցողի քշեմը, մանավանդ եթե դաշինքով գնան։ Այստեղ շատ կարևոր է Բարգավաճ Հայաստան քաղաքական ուժի դիրքորոշումը, նրանք այսօր ունեն ուրեմն վարկանիշ, անհրաժեշտ վարկանիշ է եւ այս տարիների ընթացքում անկախ ոնց է ստեղծվել այդ քաղաքական ուժը, ում օրոք եւ ինչ ձևաչափով, անձը որը ղեկավարում է Գագիկը Ծառուկյան, նա ունի շատ փոքր հակառեյտինգ, ասենց ասեմ։ Քաղաքականության մեջ ավելի կարևոր է չունենալ հակառեյտինգը, քան ունենալ ցածր ռեյտինգ։ Ցածր ռեյտինգը կարելի է բարձրացնել, բայց հակառեյտինգը վերացնել համարյա անհնար է։ Եվ այստեղ շահում են, եւ այստեղ կախված է, թե որ ուժերին կկարողանա Ծառուկյանը գայթակղել եւ համախմբել այդ առաջարկ Հայաստան շարժման շուրջ, ինչպիսի քաղաքական կորիզ կունենա, ինչպիսի մասնագիտական կորիզ կունենա։ Իրեք բոլորս լավ հասկանում ենք, որ այս տարիներին մի քիչ հյուծվել է Բարգավաճ Հայաստան ուժը, թե
քաղաքացիական պայմանագրում են հայտնվել մի շարք կուսակցականներ, թե շատերը դուրս են եկել, պասիվացել են քաղաքական առումով, բայց կան մի շարք քաղաքական գործիչներ, որոնք ձգտում են միանալ, որտեղ ռեսուրս են տեսնում, որտեղ տեսնում, որ այդ ուժը ներկայանալի է լինելու։ Կարծում եմ կձևավորվի եւս մեկ անակնկալ Հայաստանի Հանրապետությունում, այդ ցանկալի անակնկալ, որտեղ ներգրաված կլինեն առողջ ուժերը, որոնք դիտարկվելու են որպես ընդդիմություն, բայց նրանք ընդդիմություն չէ։ Նրանք պրագմատիկ, աշխատող, խելացի մարդիկ են, որոնք ձգտելու են լինել մերանը այս ռադիկալ ուժերի մեջ։ Եվ իմ երազանքն է, որ ընտրություններից հետո մենք չխաղանք ընդդիմություն իշխանություն։ Մենք ունենանք եվրոպական զարգացած պետությունների նման իշխանություն, կառավարություն, որ ազգային ժողովում ներկայացված բոլոր ուժերը պատասխանատվություն կրեն երկրում քաղաքական գործընթացների համար։ Սահմանադրությամբ դա անհնար է, պարոն Թադեւոսյան։ Սահմանադրությամբ դա անհնար է, բայց ընդդիմությունը չի նշանակում, որ դու չես կարող ընդդիմությանը որևէ պորտֆել տրամադրես եւ հնարավորություն նրան ընձեռնես, որ այդ ոլորտը նա կառավարի եւ ժողովրդին ցույց տա, թե ինքը ոնց է կառավարում հաջորդ ընտրություններում ճիշտ ընտրություն անելու համար։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ խորհրդարանում կլինեն այնքան ուժեր, որը որ օրենքով մինիմալ ուրեմն պահանջվում է, հա, իշխող ուժ եւ եւս մի քանի 2-3 ուրեմն ոչ իշխանական ուժեր։ Ես համոզված եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այս ընտրություններին նույնպես բացարձակ մեծամասնություն կկազմի։ Ինչու եմ համոզված, քանի որ 26 թվականի ընտրությունները իսկապես մեր երկրի համար շրջադարձային են լինելու եւ նաեւ 26 թվականի ընտրությունները կարծում եմ այն բացառիկ ընտրություններից են լինելու, երբ որ օրինակ իշխող ուժը կամ գլխավոր ուժը ներկայացնում է հստակ օրակարգ, թե ինքը ինչպես է պատկերացնում Հայաստանի հետագա զարգացումը, ապագան եւ դրան հակառակ ոչինչ չի առաջարկվում եւ այստեղ հատկապես չի առաջարկվում։ Համենայն դեպս այս պայդրությամբ ոչինչ չի առաջարկվում եւ այստեղ է որ խնդիրները առաջանում են այդ ուժերի համար այն լոզունգները, որ չգիտեմ Նիկոլ Հերացի կամ հերաստանքի իշխանության կարճ որտեղ ժամանակը սպառվեց, էլի արդյունքում ոչինչ չեն առաջարկում, կա հստակ գաղափար, կա հստակ ծրագիր։ Խոսքով 3 ուժ է կանխապես։ 3-ից 4։ Այսքանով ավարտենք այսօրվա քննարկումը, շնորհակալ եմ, որ այցելեցիք մեր տաղավար, հուսով եմ նորից անպայման կհանդիպենք նման հետաքրքիր քննարկումներ անելու համար։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, ավարտվեց այսօրվա քննարկումը, այսօրվա մեր հյուրերն էին քաղաքագետ Էդգար Առաքելյանը եւ Միացյալ Հայաստան կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։ Իսկ մենք կհանդիպենք։